Աստված հավատարիմ է, Դեյվիդ Վիլկերսոն, օր հունիսի 27, նստած Տեր Հիսուսի հետ։ Ըստ Պողոսի, մենք ովքեր հավատում ենք Տեր Հիսուսին, հարություն ենք առել հոգևոր մահից և նստել ենք նրա հետ երկնային արքայությունում։ Երբ որ մեռած էինք հանցանքներում, մեզ կենդանի արավ Քրիստոսի հետ, նրա հետ մեզ հարություն տվեց և նրա հետ երկնավորներում նստեցրեց Քրիստոս Հիսուսումը։ Եբրայեցիս 2:5-6 խոսքեր։ Որտեղ է այս երկնային վայրը, որտեղ մենք նստած ենք Տեր Հիսուսի հետ։ Այն ոչ այլ ինչ է, քան Աստծո գահասենյակը, շնորհի գահը, ամենակարողի բնակության վայրը։ Երկու խոսք հետո կարդում ենք, թե ինչպես մենք կարողացանք գալ այս հրաշալի վայրը, որովհետև շնորհքով եք փրկված հավատքի ձեռովը, և սա ոչ թե ձեզանից է, այլ Աստծո պարգևն է։ Խոսք 8։ Այս գահասրահում կենտրոնացած է ողջ զորությունն ու կարողությունը։ Այստեղ, գահասրահում, Աստված Հայրը հետևում է սատանայի յուրաքանչյուր քայլին և քննում մարդու յուրաքանչյուր միտքը, իսկ Քրիստոսը նստած է նրա աջ կողմում։ Սուրբ Գիրքը մեզ ասում է. ամեն ինչ նրանով եղավ, և առանց նրա ոչինչ չեղավ, ինչ որ եղավ։ Հովհաննես 1:3 խոսք։ Որովհետև նրանում բնակված է աստվածության ամեն լիությունը մարմնապես։ Կողոսացիս 2:9 խոսք։ Տեր Հիսուսի մեջ է բնակվում ողջ իմաստությունն ու խաղաղությունը, ողջ իշխանությունն ու զորությունը, այն ամենը, ինչ անհրաժեշտ է հաղթական և պտղաբեր կյանքի համար։ Պողոսը մեզ ասում է, ինչպես Քրիստոսը հարություն առավ մեռելներից, այնպես էլ մենք հարություն առանք նրա հետ Հոր կողմից։ Տեր Հիսուսը հարություն առավ և մտավ փառքի գահասենյակ, և քանի որ մենք նրա մեջ ենք, մենք այնտեղ ենք, որտեղ որ նա է։ Սա բոլոր հավատացյալների արտոնությունն է։ Դա նշանակում է, որ մենք նստում ենք նրա հետ նույն երկնային վայրում, որտեղ նա բնակվում է։ Այնտեղ մենք հասանելիություն ունենք Քրիստոսի բոլոր հարստություններին, հաստատակամության, ուժին, հանգստին, հավիտենական խաղաղության։ Օրհնյալ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ մեզ օրհնեց ամեն հոգևոր օրհնությունով երկնավոր բաներում Քրիստոսով։ Եփեսացիս 1:3 խոսք։ Նա ուրախանում է, երբ մենք խնդրում ենք, ուստի այսօր ձերը դարձրեք նրա բոլոր հարստությունները։